Բարև ձեզ, շանթիեթեր շարունակում է հորիզոնը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին։ Ալբանիայում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ։ Կառավարությունը քաղաքաշինության կոմիտեին կհատկացնի 67.5 միլիոն դրամ Եվրամիության 7 նորմերի տեղայնացման կանխավճարի տրամադրման համար, որոշումը կայացվել է գործադիր այսօրվա նիստում։ Հաշվի առնելով քաղաքաշինական նորմատիվատեխնիկական համակարգի ծավալուն, բազմաշերտ ու բազմապրոֆիլ լինելը, եվրոպական նորմերի տեղայնացման գործընթացը կիրականացվի փուլերով։ Այս փուլում 2025 թվականին առանձնացրել ենք առաջնահերթ 7 ենթաոլորտներ, որոնց կիրառությունը հնարավոր կլինի առանց հակասության մեջ մտնելու գործող նորմատիվատեխնիկական համակարգի հետ։ Նախատեսում ենք տեղայնացված նորմերին տալ գործող նորմերին համարժեք կարգավիճակ անցումային փուլում կամավոր կիրառության սկզբունքով։ Մասնավորապես առաջարկվում է դիտարկել հետևյալ նորմատիվ ակտերի մոտարկման գործընթացը։ Առաջինը՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ, տրանսպորտային ենթակառուցվածքներ, երկրորդը՝ երկաթուղիներ, երրորդը՝ օդափոխության, ջեռուցման, օդի լավորակման համակարգեր, չորրորդը՝ օդանավակայաններ, 5-ը՝ ավտոլիցքավորման կայանների կազմակերպում, հրդեհաշիջում, 6-ը՝ ինժեներագեոդեզիական հետազննում և 7-ը՝ շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն։ Նորմերի մոտարկման ծառայությունների ձեռքբերման համար ակնկալում ենք ունենալ եվրոպական նորմերի մշակման փորձառություն ունեցող կազմակերպության և համապատասխան փորձառությամբ տեղական ընկերության համագործակցություն, այսինքն իրականացնելու ենք միջազգային մրցույթ։ Մոտարկման աշխատանքներին զուգահեռ ըստ անհրաժեշտության կիրականացնենք նաև առկա կարգավորումների արդիականացումը։ Շնորհակալություն, պարոն Վարդանյան, ինչքան կտևի աշխատանքը։ Նախագծի միջազգային մրցույթը, մշակումը և սահմանված կարգով փորձաքննությունն ու տեղայնացումը կարծում եմ առավելագույնը 1 տարվա ընթացքում կունենանք, պարոն Գրիգորյան։ Եվ ինքը դառնալու է իմպերատիվ, թե ես մի քիչ լավ չհասկացա, ինքը խորհրդատվական է, թե պարտադիր պայման է դառնում կառուցապատողների կամ շինարարություն իրականացնողի համար։ Բոլորի համար կունենանք 2 գործող նորմեր։ Առաջինը այս պահին գործող Հայաստանի Հանրապետության ազգային նորմերը և երկրորդը դրանց համարժեքություն ունեցող եվրոպական մոտարկված տեղայնացված նորմերը և յուրաքանչյուր կառուցապատող կամ պատվիրատու ինքը կընտրի, թե որ նորմով կիրականացնի իր շինարարությունը կամ կառուցապատումը։ Սա անցումային փուլում կունենանք այս ռեժիմը, որից հետո որոշ ժամանակ հետո արդեն կանցնենք ամբողջությամբ եվրոպական նորմերի պարտադիր կիրառմանը։ Բայց մեզ համար երկուսն էլ կլինի ընդունելի։ Երկուսն էլ կլինի այո ընդունելի և կիրառման համար ըստ ընտրության պարտադիր։ Իսկ այդ մասով ԵԱՏՄ նորմեր կան, ցեղ կանոնակարգեր։ Այդ մասով մեր գործող նորմերը ըստ էության այս պահին գործող նորմերը համապատասխանում են ԵԱՏՄ նորմերին։ Մոտարկված։ Այո։ Շնորհակալություն։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակներում հանդես է եկել ելույթով։ Սուրեն Պապկյանը խոսել է միջազգային խաղաղապահ գործընթացներին Հայաստանի աջակցության մասին և ներկայացրել է Հայաստանի նոր հանձնառությունները, մասնավորապես ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ներգրավվելու համար համապատասխան պատրաստությամբ անձնակազմի տրամադրում, խաղաղապահների պատրաստության միջազգային դասընթացների կազմակերպում Հայաստանում և ՄԱԿ-ի առաքելություններում կին խաղաղապահների ներգրավվածության ավելացմանը աջակցող գործողությունների իրականացում։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Աստանա կատարած պաշտոնական հայցի շրջանակներում հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևի հետ։
Երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի քննարկումից բացի կողմերը անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին, Ալեն Սիմոնյանը ողջունել է ղազախական կողմի հայտարարությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ, ինչպես նաև Ղազախստանի աջակցությունը ուղղված երկու երկրների միջև կառուցողական երկխոսությանը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, նա նաև ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կարող են միանալ այսպես կոչված Աբրահամյան համաձայնագրերին, թեմայի շուրջ զրուցել են գործընկերներս։ Ուիտկոֆը հարցազրույց է տվել ամերիկյան Breitbart պարբերականին եւ այդ հարցազրույցի ընթացքում է անդրադարձել թեմային։ Մեջբերեմ նրա խոսքերը. մեր կարծիքով մենք շատ մոտ ենք գտնվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտության վերջնական կարգավորմանը։ Այս նախադասությունում 3 կարևոր բան, ուզում եմ նկատած լինեմ, 3 կարևոր բառ, առաջինը շատ, երկրորդը վերջնական եւ երրորդը մենք։ Այդ մենքի մասին խոսենք։ Դրանով բնական է Ուիտկոֆը նպատակ ունի ցույց տալու, որ Միացյալ Նահանգները ոչ միայն տեղեկացված են, այլ նաև մասնակցում են այդ խնդրի կարգավորմանը։ Հիշեցնեմ ի տարբերություն գործող վարչակազմի, նախորդ վարչակազմը իսկապես միջնորդի դեր էր ստանձնել ժամանակին եւ Արլինգտոնում մի քանի փուլ բանակցություններ էին տեղի ունեցել հայ-ադրբեջանական Միացյալ Նահանգների միջնորդությամբ։ Ներկայիս Թրամփի վարչակազմը որևէ երբ իրեն կարծես չի դրսևորել, բայց միգուցե ստվերում ինչ-որ պրոցեսներ տեղի ունենում Վաշինգտոնի մասնակցությամբ, որի մասին մենք չգիտենք, համենայն դեպս այդ հայտարարությամբ Ուիտկոֆը ուզում է ընդգծել, որ Միացյալ Նահանգները պրոցեսի մասնակից են եւ վերահսկում են այդ պրոցեսը։ Դե իսկ երկրորդ ուշագրավ բանը, ինչի մասին խոսել է Ուիտկոֆը, դա այն է, որ, ինչպես ինքն է ասել, մոտակա ժամանակների ընթացքում ոչ միայն Լիբանանը, Սիրիան ու Լիբիան կարող են միանալ այսպես կոչված Աբրահամյան համաձայնագրերին, այլ նաև Հայաստանն ու Ադրբեջանը։ Ուիտկոֆը ասել է, որ դա նախագահի նախաձեռնությունն է եւ որ նա հավատում է, որ այդ ամենը իրատեսական է եւ որ կնպաստի տարածաշրջանային խաղաղության եւ կայունության հաստատմանը։ Իսկ ինչ են իրենցից ներկայացնում այդ Աբրահամյան համաձայնագրերը։ 2020 եւ 21 թվականին ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր, որ Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ եւ միջնորդությամբ, որի նպատակն էր մի կողմից Իսրայելի, մյուս կողմից արաբական երկրների միջև հարաբերությունների բարելավումը եւ արաբական երկրներից միացել էին այդ համաձայնագրերին արաբական միավորված էմիրությունները, Բահրեյնը, Մարոկոն, իսկ ավելի ուշ նաեւ Սուդանն ու Եգիպտոսը։ Եվ այժմ խոսքը գնում է այն մասին, որ եւս մի քանի երկիր կարող են միանալ, ընդ որում ոչ միայն արաբական։ Եվ Իսրայելը վաղուց է ամեն լուրջ ջանքեր գործադրում, որպեսզի Ադրբեջանը միանա այդ համաձայնագրերին, դա Երուսաղեմի համար չափազանց կարևոր իրադարձություն կլինի, քանի որ հնարավորություն կտա ուժեղացնել իր դաշնակից Ադրբեջանի դիրքերը տարածաշրջանային պրոցեսներում, միաժամանակ նաև սեփական դիրքերը ուժեղացնել Ադրբեջանում եւ ստեղծել այնտեղ հզոր քաղաքական եւ ինչու՞ չէ նաև ռազմական պլացդարմ Իրանի դեմ հնարավոր ուժային գործողությունների դեպքում։ Ժամանակ եւ Իսրայելը օգտագործում է այս խնդրի համար նաև Միացյալ Նահանգներում ունեցած իր հզոր հրեական լոբբին։ Այս տարվա մարտին ավելի քան 50 ազդեցիկ հեբրայական ռաբիներ դիմել էին նախագահ Թրամփին, կոչ անելով ներգրավել այդ աբրահամական համաձայնագրերին մի շարք թուրքալեզու պետություններ եւ առաջին հերթին Ադրբեջանը։ Դատելով Ուիտկոֆի խոսքերից, այդ ուղղությամբ Վաշինգտոնը իսկապես որոշ աշխատանք է իրականացնում։ Արդյոք ինչը կարող է մեզ համար գրավիչ լինել այդ համաձայնագրերում, եթե միանանք։ Ակնհայտ է, թե որն է այստեղ Իսրայելի շահը, միանշանակ է նկատվում է, ակնհայտ է Ադրբեջանի շահը, ակնհայտ են Միացյալ Նահանգների շահը, դժվարությամբ են պատկերացնում, թե ինչը կարող է լինել այստեղ Հայաստանի շահը։ Վերջերս իսրայելական Բեգին-Սադատ վերլուծական
կենտրոնը հատուկ զեկույց է պատրաստել այն մասին, թե ինչ օգուտ կտա Ադրբեջանի միանալը Աբրահամական համաձայնագրերին Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին եւ ինչ է պետք անել, որ դա իրատեսական դառնա։ Եվ ահա այնտեղ շարադրելով հերթականությունը քայլերի, ընդգծվում է, որ Միացյալ եւ Նահանգներն ու Իսրայելը պետք է ավելացնեն Ադրբեջանի դերը տարածաշրջանային տնտեսական process-ներում, պետք է ավելացնեն իսրայելական ու ամերիկյան ներդրումները Ադրբեջանում, պետք է զարգացնեն տեխնոլոգիական համագործակցությունը Ադրբեջանի հետ։ Այդ ամենը իհարկե որևէ կերպ չի կարող բխել մեր շահերից։ Իսկ ամենակարևորը, այդ զեկույցում նշվում է, որ պարտադիր պետք է վերացվի այդ ազատության աջակցության ակտի թիվ 907 ուղումը, որը ըստ էության պատժամիջոց է ենթադրում Ադրբեջանի նկատմամբ եւ արգելում է ամերիկյան վարչակազմին ուղիղ օգնություն ցուցաբերել Ադրբեջանին։ Եթե այդպես է այդ ամենը, ապա ինչու պետք է Հայաստանը ձգտի դրան, որ Հայաստանը եւ Ադրբեջանը միասին միանան այդ Աբրահամյան համաձայնագրերին։ Հաշվի առնելով այն, որ Հայաստանի տեսական միանալը իհարկե դժգոհություն կառաջացնի մեր հարևան Իրանում։ Հայաստանի միանալը համաձայնագրերին կարող է լինել միայն այն դեպքում, եթե նախ կարգավորվի հայ-ադրբեջանական հարաբերությունները, ստորագրվի համաձայնագիրը, Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն եւ ամենակարևորը Իսրայելի եւ Իրանի միջև հարաբերություններ հաստատվեն։ Մի բան, ինչի այսպես նախադրյալները առայժմ չեն նկատվում։ Շնորհակալություն Արտյոմ։ Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը արձագանքել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հայտարարությանը։ Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ, ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները։ Իհարկե կարող են նոր հնարավորություններ տալ։ Ազատությանը հայտնել է խոսնակը։ Բադալյանը չի մանրամասնել, թե արդյոք Հայաստանին եղել է Աբրահամի համաձայնագրերին միանալու առաջարկ, ինչ է Երևանը պատասխանել, արդյոք կողմերը Երևանն ու Բաքուն այս համաձայնագրին միանալու մասին որևէ քննարկում շփում ունեցել են, եւ եթե այո, որն է Բաքվի դիրքորոշումը։ Ավելի վաղ Շանթ Նյուս AM-ը հայտնել էր, որ Սթիվ Ուիթքոֆը չէր բացառել, որ Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես նաև Լիբանանն ու Սիրիան միանան խաղաղության Աբրահամյան համաձայնագրերին։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը հերթական հայտարարությունն է տարածել Գեորգունիքի մարզի մի քանի բնակավայրերում գազանջատումներ են։ Գազպրոմ Արմենիա փակbaşնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ Գագարին գազաբաշխիչ կայանը սնող կողմնատար գազատարի վրա նախավթարային վիճակի կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով մայիսի 15-ին ժամը 9-ից մինչև մայիսի 16 ժամը 21-ը դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Գագարին Ավանի, Չկալովկա, Լճաշեն, Նորաշեն բնակավայրերի գազասպառողների Կարապ ՍՊԷ-ի ԱԳԼՉԿ-ի, Սեդամի ՓԲ-ի ԱԳԼՉԿ-ի, նշված բնակավայրերում գործող այլ ԱԳԼՉԿ-ների եւ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Գիտեք եւս մեկ տեսանյութ կհանդիպենք ժամը 15-ին։ Այժմ ձեր էկրաններին է նա, ով համաշխարհային մակարդակով ներդրում ունի բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Վիվան հյուրընկալել է Global High-Tech 15-րդ դափնեկրին, դոկտոր Յոշիակի Դեյմոն Հագիվարային։ Արդեն 15 տարի անընդմեջ պատիվ ունենք Viva-ի այս դահլիճում ընդունելու Global High-Tech-ի դափնեկիրներին։ Սա ոչ թե ուղղակի մրցանակաբաշխություն է, այլև բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրված ահռելի փորձի ներկայացում։ Դափնեկիրներից յուրաքանչյուրի անցած ուղին խելացի ապագա կառուցելու յուրօրինակ ուղեցույց է աշխարհի բոլոր երկրների համար։ Հեռահաղորդակցության ոլորտի առաջատար Viva-ն արդեն 15 տարի սատարում է Global High-Tech մրցանակաբաշխությանը։ Վար գիտական ուղի անցած Յոշիակի Հագիվարան այս օրերին Հայաստանում ներկա կգտնվի տարբեր պետական գերատեսչություններում, բուհերում, կրթական հեղինակավոր կենտրոններում եւ նաեւ հանդես կգա դասախոսություններով։ Անընդհատ սովորելն ինձ համար կենսակերպ է եղել, լինի դա օտար լեզու, թե մասնագիտական գիտելիք։ Գալով Հայաստան ես տեսա, որ այստեղ աշխատում են մարդիկ, ովքեր երազում են երկիրը բերել զարգացման նոր մակարդակի։
Մրցանակաբաշխության նախաձեռնողն ու աջակիցը Սինոպսիս Արմենիան է։ Սա հաջող համագործակցության լավագույն օրինակներից է, որի արդյունքում Հայաստանը հյուրընկալել է ոլորտի համաշխարհային առաջնորդների, որոնք իրենց ներդրումով փոխել են պատկերացումներ, կյանքեր ու անգամ գլոբալ տնտեսությունը։ Այս մրցանակաբաշխության հենց տրամաբանությունը կայանում է նրանում, որպեսզի մենք հաղթողներին որոշելով հրավիրենք մեր երկիր, մեծարենք նրանց, հաղորդակից դարձնենք մեր գիտակրթական ոլորտի եւ տեխնոլոգիական ոլորտի մասնագետների հետ։ Այս 15 տարիների ընթացքում Viva ներդրել է ավելի քան 297 միլիոն դրամ, հավատալով, որ պետություն մասնավոր համագործակցությունը կարևոր շարժիչ ուժ է երկրի մրցակցային ոլորտների զարգացման համար։ 15 տարի անընդմեջ թիմը աշխատում է, որպեսզի ճանաչելի դարձնի նաև Հայաստանը։ Դա եւս երազանքի մասին է եւ այդ երազանքներին հասնելու ճանապարհն է, երբ որ մենք ուզում ենք դարձնենք Հայաստանը որպես տեխնոլոգիական հաբ, որպես տաղանդների հաբ։ Եվ այս ճանապարհը, որը մենք անցնում ենք, դա 1, 2, 3 տարվա ճանապարհ չէ։ Դա 15 եւ ավել տարիների աշխատանք է պահանջում, քրտնաջան աշխատանք։ Եվ իսկապես սա մի մեծ երազանք էր, որն արդեն ավելի քան իրական է։ Համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականը խոսեց իր եւ նախաձեռնության հաջողությունների մասին, ողջևորեց ներկաներին եւ ամփոփեց հիշեցնելով. Never give up, երբեք մի հանձնվեք։ Թիփսիմե Ավեքյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։